Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան Թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Տեսեք, Ժորժ ջան, հիմա այն բուրըն գործընթացների ներքո եւ տեղեկության, որին մենք ականատես ենք ամենօրյա ռեժիմով, առաջ է մղվում իհարկե նախընտրական գործընթացները, որոնք զուգահեռում են միջազգային օրակարգին, որը ձևավորվել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Այո, ես իզուր չասեցի Հայաստանում, որտեղ առհասարակ միջազգային օրակարգը ձևավորվում է դասական առումով, պետությունների արտաքին քաղաքականության ներքո եւ պետությունների շուրջ, բայց արի ուտես, որ միջազգային օրակարգը ուղիղ ազդեցություն ունի եւ դա նորմալ է, միանգամից ընդգծեմ ներհայկական գործընթացների վրա։ Այլ խոսք, ինչ երանգներ է դա ընդունում, ինչ ձևաչափով է ազդում եւ ինչ հետևանքներ է ունենում։ Մենք այդ ամենի մասին այսօր կխոսանք մեր վաղեմի գործընկեր, արդեն կարելի է ասել Մենուա Սողոմոնյանի հետ, ով հանդիսանում է Հայ-ԱԿՖ միավորման վարչության անդամ, այսպես ներկայացնենք։ Այո։ Բայց պարոն Սողոմոնյան, հազար բարի։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Դե նախընտրականը թողու բողա, արդեն Պետքա պինդ լինել, պետքա ուժեղ լինել։ Ողջունում եմ մեր ռադիոլսողներին եւ մեզ դիտողներին։ Տեսեք, պարոն Սողոմոնյան, մինչ անցնել է միջազգային գործընթացներին, որովհետև հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, պարոն Սողոմոնյանը միջազգայնագետ է, այսպես կարելի է որակավորել, այսինքն ի տարբերություն շատերին, սենց են ասում, թուղթ ունի, որ ինքը միջազգայնագետ է։ Լավ, այսպես ասեմ։ Բայց անցնենք ամենաարդիական թեմաներից մեկին, որովհետև բազմաթիվ նամակներ եմ ստանում եւ պետք է միանգամից նշեմ, որ երբ որ խոսվում է արտաքին ներողություն ներքին գործընթացների մասին, արտաքինն է գլխից մեջ ֆորում։ Դե որովհետև փոխկապակցված են, սերտորեն են փոխկապակցված։ Խոսք մշտապես այդ նամակների մեջ Հայ-ԱԿՖ-ն այս կամ այն առումով արտացոլվում է, արտահայտված է, որովհետև Հայ-ԱԿՖ-ի գործունեությունը ծանոթ է, հանրությանը բավականին ակտիվ։ Քանզի դուք յուրաքանչյուր գործընթացին արձագանքել եք, գործընթացները գեներացրել նույնիսկ հենց նույն Հայ-ԱԿՖ-ն, Բայց այնուամենայնիվ քաղաքական, ներքաղաքական, պրոցեսների մեջ շատ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը։ Նախ ինչպես կգնահատեք այս նախընտրական գործընթացները, որոնք տեղի են ունենում։ Շնորհակալություն հրավերի համար, նորից ողջունում եմ մեզ լսողներին եւ դիտողներին։ Այո, հիմա շատ կարևոր փուլ ենք մտնում եւ այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, դա արդյունքները դրա կարող են ազդել տարածաշրջանի ստատուս քվոյի վրա եւ սա մենակ քաղաքական այսպես ընտրություն չի։ Պարզապես սովորական այն ընտրություններից չի, որ միշտ մասնակցել ենք, չնայած 2021-ին էլ այդպիսի ընտրություն չէր, բայց հիմա առավել եւս շատ այսպես սուր է դրված հարցերը։ Հայաստանը կունենա հավասարակշռված, կշռադատված, խելամիտ արտաքին քաղաքականություն, կունենա նորմալ ներքին քաղաքականություն, կրթական քաղաքականություն, թե Հայաստանը կդառնա ինչ որ պետությունների կցորդ նրանցից կախվածությունը կխորացնի ու ավելի կմոտեցնի ծանր իրադրությունը մեզ համար։ Մենք հույս ունենք, աշխատում ենք այնպես անենք, որ լինի առաջին տարբերակը, չլինի երկրորդ տարբերակը։ Ես ուզում եմ պարզապես հիշեցնել մեզ լսողներին, որ Հայ-ԱԿՖ-ն ազգային քաղաքացիական միավորում է, բայց Հայ-ԱԿՖ-ի կազմի մեջ կան մարդիկ նաև, ովքեր որ իրենց գործունեությունը ընդգծված նաև քաղաքական գործունեություն է, մենք այս իշխանություններին փոխելու համար պայքարում ենք ինչպես քաղաքացիական մեթոդներով, գործիքներով, այնպես էլ հիմա նախընտրական շրջանում հաշվի առնելով, որ բավական քաղաքական կապիտալ ենք կուտակել այս ընթացքում, հասունացել ենք հնարավորինս, փորձառություն ենք ձեռք բերել, ենթակառուցվածքներ ենք ստեղծել եւ անպայման քաղաքական թույլատրելի գործիքներով, այդ թվում ընտրություններին մասնակցելու միջոցով մենք պետք է անպայման անենք ամեն ինչ, որ կործանարար ընթացքը կասեցվի։ Հիմա շատ կարևոր փուլ ենք մտել, արդեն իսկ եւ վաղուց կարելի ասել։
սկսվել է նախընտրական քարոզչությունը, թեև օրենքով դրա ժամանակը ապրիլին պետք է լինի, բայց վաղուց արդեն սկսել է եւ առաջին խախտողը, լուրջ խախտողը իշխանություններն են։ Ինչու։ Շատ པարզ մի բան ասեմ։ Հիմա մեր այն մարդիկ, ովքեր որ այս պահին երթևեկում են օրինակ Խանջյան փողոցով։ Սայաթնովա փողոցի խաչմերուկին տեսնում են մեծ էկրան։ Վրան երկնագույն ֆոնով խաղաղություն բառն է գրած Նիկոլ Փաշինյանի ձեռքի շարժումը սրտիկ ցույց տալու եւ տակը գրվում է ինչ որ օրինակ Ջիլ գյուղի դպրոցը առաջ ինչ տեսք ուներ եւ հիմա ինչ տեսք ունի։ Սա ակնհայտ արդեն իսկ քաղաքական քարոզ է։ Այդ Ջիլ գյուղի դպրոցը շատ լավ է որ վերակառուցվել է։ Դա վերակառուցվել է բոլորիս փողերով, բոլորիս մուծած հարկերով եւ յուրաքանչյուր նորմալ կառավարության, յուրաքանչյուր ընդհանրապես նորմալ իշխանության գործը հենց դա պետք է լինի, բայց իհարկե բա պետքա դպրոցել վերակառուցի, ճիշտ արտաքին քաղաքականություն էլ իրականացնի։ Ներողություն որ ընդհատում եմ, ձեր կարծիքին ես հանդիպել եմ տարբեր, վերլուծականներին, համացանցում եմ հանդիպել, ինչ է ասում իշխանությունը, ասում է, բայց մի րոպե, ասում է, արել ենք, իրանք տենց են ասում, ես չեմ ասում, արել են թե չէ, իրանք տենց են մեկնաբանում։ Եվ մենք ցույց ենք տալիս մեր կառավարման ժամանակ, այսինքն իրանց կառավարման ժամանակ մի անգամից ընդգծեմ, այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք եւ սա այո, միգուցե եւ կարող է դիտվել որպես նախընտրական քարոզ, բայց այնուամենայնիվ իր բուն իմաստը նա է, որ մարդիկ համեմատական, պատկեր ունենան իրենց աչքերի առջև, այսինքն իրանք ասում են, չէ, սա ինչ որ լոկ, տենց նախընտրական ինչ որ բան չի։ Դա ընդամենը տենց ոնց որ տեղեկություն ենք տալիս, հա։ Բայց շատ հետաքրքիր է, որ այդ տեղեկությունը իրենք տալիս են, վերևը դնելով խաղաղություն բառը մարդկանց գիտակցության վրա ազդելով, իբրև թե միայն իրենք կարող են խաղաղություն բերել ու իրենցից բացի ով որ եկավ խաղաղություն չի բերելու։ Այս մարդկանց ենթագիտակցության մեջ ուզում են երկընտրանք, այսինքն իրանք խաղաղություն են, մնացած ում որ ընտրեք, ասենք, խաղաղություն չի լինելու, սա են ասում, եւ եթե կառավարությունը իր գործունեությունը հաշվետվություն որպես տալիս է, դրա համար տարբեր այլ ձևեր կան։ Ինչ կապ ունի, բայց այդտեղ այդ ձեռքի շարժումով այդ աճպարարությունը սրտիկը։ Տեսեք, մարդիկ բան են անում։ Քարոզչությունը վաղուց սկսել են եւ իրեն գլխավոր խախտողն են հանդիսանում։ Տեսեք, ես չեմ վիճում։ Ներողություն, ստեղ մենք որ հստակ լինի մարդկանց, որովհետեւ հիմա մարդիկ լսում են, ասում են, հա, Սողոմոնյանը նստած Աբովյանի հետ տես նեղ սրտում է, որ իշխանությունը տես սրտիկ ացույց տալի չգիտեմ։ Ահա, հիմա ստեղ խնդիրը հետևյալն է, մենք հենց խաղաղության թեզին կվերադառնանք, արդյոք սա խաղաղություն է թե չէ, արդյոք այն ինչ ասում են, որ խաղաղություն է, ինքը խաղաղություն է, այո թե ոչ, հա։ Մենք խոսենք դրա մասին, ստեղ խնդիրը ավելի շուտ գիտեք ընկալման մեջ է եւ մարդիկ ովքեր սենց ասենք, միջանկյալ քաղաքական դիրքորոշում ունեն, այսինքն միգուցե դժգոհում են իշխանություններից, բայց ուզում են որ լինի խաղաղություն, հա, իրանք ասեն, բայց պարոն Սողոմոնյան, հիմա ինչ է, հիմա թող խաղաղություն գրեն, սրտիկ ցույց տան, ինչ վատ բան կա դրա մեջ։ Ես հատուկ եմ հասկանում եք դեպի այս կողմ տանում, որտեղ մենք չպետք է խուսափենք այս հարցերը։ Ճիշտ եք, շատ լավ, շատ ճիշտ եք ասում։ Սրտիկ ցույց տալու մեջ առանձնապես որ միայն նայում ես, վատ բան չկա։ Չնայած մի քիչ տարօրինակ է, չէ՞, որ ասենք երկրի վարչապետը ամեն դեպքում մի քիչ լրջություն է, չէ՞, պետք է այդ պաշտոնի համար։ Տենց ամեն օր սրտիկա ցույց տալիս սիրում են բոլորիդ։ Դե այդ մարդը այդպես է հիմա, լավ, այդպես ասենք, հա։ Դպրոց կառուցելու մեջ էլ վատ բան չկա, շատ լավ բան կա։ Խաղաղություն բերելու մեջ էլ վատ բան չկա, շատ լավ բան կա։ Բայց ամբողջ խնդիրը նրանումն է, թե որքանով է իրական այդ խաղաղությունը մեկ։ Այնց այդ է։ Այդ դպրոցների սարքելը ենթադրենք, որ իմիջայլոց ձեր խոստացած ծրագրի 1/3-ն է կատարել, հա, 500 դպրոց 300 մանկապարտեզ ծրագրի ամբողջությամբ կատարել եք, թե չեք կատարել, մի հատ դրան էլ անդրադառնանք, սա 2 եւ երրորդը, որ այս ամեն ինչը դուք իրար հետ համադրում եք նախընտրական հենց ձեր քարոզչության, ձեր թեզերի տակ եք դնում, այն որ ասում է կերցնում եք, կերցնելով չպետք է լինի։
Այդպես չի կարելի։ Դուք ուրիշների իրավունքները, դիտորդների իրավունքները սահմանափակում եք, օրինակ հենց մեր դեմ օրենք ընդունեցիք, Հայաքվեի դեմ օրենք ընդունեցիք, շատ արագ հապճեպ։ Ընտրական օրենսգրքում դիտորդների իրավունքները սահմանափակելով, այսպես իրավունք տալով կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ որոշի ում է համարում որպես կողմնապահություն անում, ում չի համարում, եւ նախընտրական քարոզչական շրջանում ասում եք որևիցե գործունեություն, որ բարեգործության հետ կասոցացվի, մենք կարգել ենք տվյալ կառույցի մասնակցություն ընտրությանը, այսինքն ուրիշների համար ստեղծում եք շատ վատ սահմանափակված պայմաններ, իսկ դուք ակնհայտ խախտում եք նախընտրական քարոզչության տրամաբանությունը։ Բայց միայն սա չէր, սրա մասին չէր, որ ուզում էի ասել, այո, հիմա այս նախընտրական քարոզչության շրջան ենք մուտք գործել մի շատ հետաքրքիր պատկեր ունենալով, երբ որ աշխարհի ինչ որ կենտրոններից, հատկապես Հայաստանից արևելք եւ արևմուտք, մեր պետության ներքին գործերին միջամտող հայտարարություններ եւ սրանով էլ փաստորեն այդ որ ասում էինք արտաքին ու ներքին քաղաքականությունը շատ փոխկապակցված են ընտրություններն ու սրանով ինչ են ուզում մեսիջ տալ Էրդողանն ու Ալիևը մեր ժողովրդին Փաշինյանին ընտրեք որ խաղաղություն ունենան այսինքն եթե չընտրեք ինչ կլինի հա այսպեսի այս վիճակի մեջ է մեզ դրել այս իշխանությունները փաստացի որ ընտրություններին միջամտում են ընտրական գործընթացին արդեն Հայաստանի միջամտում են եւ Էրդողանն է թելադրում կարծես թե մեր ժողովրդին ում ընտրենք ում չընտրենք հա չէ փորձում է ամենայն դեպս այն որ արտաքին իհարկե որ փորձում ես ուրիշ օրինակ բերեմ վերցնենք JD Vance-ի այցը վերցնենք հա որտեղ կրկին ակնհայտ երևում էր որ նախընտրական գործընթացների միջամտություն դե լավ իմ անձնական սուբյեկտիվ կարծիքով հիմա չկախվեն խոսքերից չէ այդ մարդու շուրթերից հնչել է ամեն դեպքում այստեղ արտահայտությունը տեսեք փորձենք անել հետևյալը այն ինչ վերաբերում է իշխանությանը բազմաթիվ անգամ խոսվում է խոսացվել է եւ իհարկե խոսացվելու է ես դուք մեր գործընկերները մարդիկ ովքեր անհաշտ են այս ամենի հետ հա մենք մշտապես դրա մասին խոսում ենք սա արդեն պարզ է ես ավելի շատ կցանկանայի եւ կարծում եմ ռադիոլսողներին հետաքրքիր կլիներ ձեր գնահատականը ընդհանուր դաշտին եւ ինչու ոչ ընդդիմադիր դաշտին այնտեղ կան խնդիրներ process-ները դեպի ուր են գնում միգուցե ամեն ինչ նորմալ է կամ չէ լավ չի այս ինձ ձեր դիրքորոշումը այս պարագայում է հետաքրքիր Ես ուզում եմ այդ ձեր հարցին պատասխանել մի փոքր համեմատություն անելով 21 թվականի ընտրությունների հետ 21 թվականին այսպիսի մի երկփեղկում կար այդ ընտրությունը նախկինների ու ներկաների միջև այդպես էր տարվում ընդդիմադիր դաշտում արդյունավետ այլընտրանքային խոշոր միավորներ չձևավորվեցին ու ընտրությունը գնաց այդ տրամաբանության մեջ ու եղավ այն ինչ որ եղավ մենք էլ օրինակ այն ժամանակ էլ մասնակցելով խակ դեռևս փոշիացում արեցինք եւ 20% ընտրողների ձայների 20%-ը փոշիացավ գնաց գումարվեց Փաշինյանի ձայներին ու արդյունքում Փաշինյանը 54% Փաշինյանի բոլորին բոլորին գումարվեց պրոպորցիոնալ համամասնորեն ոչ թե համամասնորեն ի նկատի ունեմ համաձայն հավաքած թվերի գումարվում է նաև այդ փոշիացած թիվը բայց օրինակ ասենք չգիտեմ մեր վաստակած օրինակ 5165-ը 15000 ձայներ բանարել ընտրողները 15000 ընտրողեր քվեարկել 15000-ի մեծ մասը փաստորեն գնաց այսինքն փոշիացվող ձայների ավելի շատ մասը գնում է միանում է այն ուժին, որը ամենաշատն է հավաքել։ Համաձայն տոկոսային հարաբերությամբ։ Հիմա մի քիչ ավելի տարբերվող իրավիճակ է։ Ինչով։ Այն առումով, որ հիմնական խաղացողները, ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողները, ամենահիմնական էս պահին խաղացողը եւ մյուս խաղացողները այլևս թեևս իշխանությունները ինչքան էլ ուզում են էլի պիտակավորել, կպցնել նախքին, էս է որովհետև իրենք երկու հակազենք ունեն նախկիններ եւ
եւ դրսի գործակալ, ռուսական գործակալ, այս հիմնական բաներն ունեն։ Ակնհայտ է, որ այս թեզը չի աշխատում, նախկինների, այսպես ասած, թեզը չի աշխատում, այլևս կարծես թե միլիարդների, թալանված միլիարդների վերադարձի բանը չկա, պատմությունը փակված է, ոչ մեկ դրա մասին չի խոսում, նախկին նախագահների թեման այլևս ակտուալ չէ, հիմա ավելի շատ սկսել են խաղալ KGB-ի գործակալ եւ այլն այսպիսի թեզերով են սկսել բան անել խաղալ։ Բայց դա իհարկե չի խանգարում, որ ընդդիմադիր դաշտում արդյունավետ բլոկներ ձևավորվեն եւ տեսանելի են արդեն այդ բլոկները, որ ձևավորվում են եւ շատ գովելի է այդ process-ը։ Ես կարծում եմ, որ պետք է շարունակվի այդ process-ը եւ հայակվի ազգային քաղաքացիական միավորումը դեռևս հոկտեմբերին ինքն էլ է հայտարարել, մենք էլ ենք հայտարարել, որ արդյունավետ, նորմալ, ռացիոնալ բլոկ կազմելու հարցում պատրաստ ենք եւ մենք գտնվում ենք այդ գործընթացի մեջ, տա Աստված այդ գործընթացը հաջողի, չեմ ուզում դեռևս խոսել այդ մասին, բայց շատ մոտ ժամանակներս հուսամ եւս մեկ արդյունավետ բլոկի, ընդդիմադիր բլոկի մասին կիմանանք եւ դա հնարավորություն կտա մեր հասարակության նաեւ այն հատվածին, որոնք որ գործող ընդդիմադիր ուժերի բլոկների հետ կապված իրենք հավանություն չեն տալիս, խնդիրներ են տեսնում, եւս մեկ առաջարկ, եւս մեկ ընտրության հնարավորություն որպեսզի տրվի։ Ահա, տեսեք, ես հենվում եմ հիմա տարբեր հարցումների, չնայած հարգելի ռադիոլսողներ, խորհուրդ կտամ, հա, ջրի պես հարցումների տվյալները չընդունել։ Այսինքն, ասենց անվերապահորեն հարցումները իրենք շատ յուրահատուկ են եւ յուրահատուկ համակարգ են, նամանավանդ հայակվեի ժողովուրդը գիտի ոնց ճիշտ կազմակերպել հարցումներ, դրա համար եմ էլի, ես գիտեմ ամենաիմիջիալոց ամենաարդյունավետ հարցումները հենց ձերն են, սա հաճախոսություն չի, ես օբյեկտիվ մարդ եմ էլի, որովհետեւ տեսել եմ նույնիսկ այն տվյալները, որոնք ձեզ հաճելի չեն, հա, դուք միևնույնն է հրապարակում եք, ասում եք ժողովուրդ, տեսա պատկերը։ Հիմա տեսեք։ Համաձայն հարցումների ունենք հետևյալ պատկերը, ես համընդհանուր եմ, հա, հարցումները վերցնում հայակվեի, Գելլափի, չգիտեմ, տարբեր, հա, համադրելով, իրար հետ համադրելով։ Միջինը գալիս է հետևյալ ձևով։ Եթե այս կիրակի անցնեն ընտրություններ, վստահաբար 100%։ Ազգային ժողով անցնեն, տոկոսներ չեմ ասում։ Իշխանությունը, մեր ձևովը, Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի միավորումը, Գագիկ Ծառուկյանը, առաջարկ Հայաստանի, սահմանային շեմինեն դոկ կուսակցությունը, այսինքն համարյա, հա, ասենց վիճակները, եւ բոլոր մնացածը իրենք 3-ից պակաս, 3%-ից պակաս ձայն ունեն։ Անցողիկ շեմը հիշեցնեմ ձեզ 4%։ 4%-ն է, այո։ Այսինքն այսօր ունենք հստակ 4 ուժ, որ մենք գիտենք, որ եթե այս կիրակի անցնի ընտրությունները, ապա իրենք կգնան եւ կմտնեն, կհամալրեն նոր ազգային ժողովը։ Սակայն, տեսեք, շատ հետաքրքիր մի նյուանս ասեմ։ Բոլոր հարցումները ցույց են տալի, որ 50-ից մինչև 70% ընտրազանգվածը ով ունի քաղաքական տեսլական, բայց չունի քաղաքական նախապատվություն, եւ որը օրինակ չի ողջունում իշխանության գործողությունները, բայց դրա հետ մեկտեղ ուզում է խաղաղություն, ինչը նորմալ է, ես ուզում, իհարկե, աննորմալ է մենակ կարող ուզենա արհավիրք եւ այլն։ Բայց այստեղ գալիս է մի շատ հետաքրքիր, տեսեք, մի առանձնահատկություն։ Դուք ասացիք, որ փոշիացման դեմ եք եւ դա սխալ է եւ դա այո։ Ըստ էության ես ոնց հասկացա, միգուցե որոշումը ձեր մոտ ընդունված չի, քողարկված ասում եք, որ մի միավորման, ձևավորման գործընթացի մեջ եք ներգրավել։ Այո, միավորում է լինելու այն ուժերի հետ լինելու է թե բանակցում եք, թե ինչ գործընթաց։ Հա, իհարկե, էլի, դե ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է, ուղղակի թույլ տվեք ելնելով ոնց որ ասած պայմանավորվածություններից եւ խորհրդապահությունից փակագծեր չբացել, բայց բնականաբար կոռեկտություն ունի, այո։ Չիստապլոտ է, բնական բար կա, էլի տենց։
Բնականաբար այնպես, որ հաշվարկների արդյունքում նաև մենք տեսնենք, որքանով ենք իրար հետ կպնում, իրար հետ սիներգիա տալիս։ Այն ուժերի հետ ենք ոնց որ գնում միավորման, որի արդյունքում ենթադրենք եմ ասում, հա, 2-ին գումարած 2-ը առնվազն 4 լինի կամ նույնիսկ 5 լինի, այդպես էլ է, չէ՞ լինում, որ այս քաղաքական գործընթացների մեջ, այո, կարող է 2-ին գումարած 2-ը հաճախ ասենք 1 էլ դառնա։ Դա նշանակում է, որ X ուժին սատարողները, համակիրները, եթե տեսնում են, որ X ուժը Y ուժի հետ միանում է, ու Y ուժին X ուժի սատարողների մեծ մասը չեն սիրում, չեն գալիս X ուժին քվեարկում, հա, երբ որ այդ սիներգիան բացասական է լինում, խնդրեմ է լինում։ Երբ որ X ուժին համակրողները, որոնք նաև Y ուժին են համակրում, այդ պարագայում Y ուժի համակիրների հետ սիներգիա է տալիս եւ ավելին ասեմ, դաշտի մեջ մարդիկ, ովքեր որ գործող այլ ընտրանքները չեն ընդունում, իրենց ուզածնել, եթե չեն տեսնում իրենց ուզած ուժին բավականաչափ ուժեղ, էլի չեն գալիս ընտրության։ Այստեղ պետք է հենց դա, որ սիներգիա լինի, այն ուժերը իրար հետ գան միավորվեն, որոնք իրար նման են նաև, իրար նման են մտածում, որոշակի էլեկտորատի կարծիք եւ էմոցիա են արտահայտում, շատ կարևոր է նաև այդ ուժեղացումը, միավորումը, որ մարդիկ մտածեն, որ ձայնս հանկարծ չփոշիացնեմ, ձայնս հանկարծ չկորցնեմ։ Այս է շատ կարևոր, եթե այսպիսի արդյունավետ բլոկներ ստեղծվեն, դա կնշանակի, որ ավելի մեծ թվով մարդկանց մասնակցություն կլինի ընտրական գործընթացներին, դա շատ անհրաժեշտ է, որովհետև այսօր ամենաակտիվ եւ այսպես որոշակի մասնակցող էլեկտորատը մեր այն քաղաքացիներն են, ովքեր որ Փաշինյանին աջակցում են, իրենք շատ մոտիվացված են, բայց իրենց թիվը չի աճում, չի աճելու, ստատիկ են, հա։ Փաշինյանն ամեն ինչ անում է որպեսի աճի, բոլոր տեխնոլոգիաները օգտագործում են, այդ խաղաղության խոսույթը նորմալ է, մենք կարանք սիրենք իշխանությունը, իրենք քաղաքական ուժը։ Մենք պարտավոր ենք այդ մասին խոսել, չէ՞, մենք պարտավոր ենք մեր լսողներին, մեզ լսող մարդկանց հիմա ասել, որ այդ տեխնոլոգիաներ են օգտագործում, այդ որ ուդառնիկ է խփում, թմբուկ է խփում, ուզում են ջահել մասային, այսպես դեպի իրեն բերի, հա, այսինքն այս ձևով, ոչ թե ջահել մասային, ջահել երիտասարդ մեր քաղաքացիներին օրինակ ասելով թե իրանց ինչ խնդիրներն ա լուծում, պարզապես էմոցիոնալ կապ ա ուզում ստեղծի, բայց ստեղ մի տեսեք էլի ինչումն ա խնդիրը, նորմալ ա որ ուդառնիկ ա խփում ընտրական որպես տեխնոլոգիա, բայց այդ ուդառնիկ խփելու համար Արման ջան, հիմա դուք որ պարապեք, սկսեք ուդառնիկ պարապել, ձեզանից ինչքան ժամանակ ա, դուք գիտեք ուդառնիկ խփել, չգիտեք, ձեզանից շատ ժամանակ ա, չէ՞ պահանջելու դա։ Դուք որպես երկրի ղեկավար հիմա ձեր ընտրությունը որը պետք է լինի, երկրի ծակ տեղերը կարկատելը, թե պարզապես էլի ձեր մասին մտածելը, ձեր դուք, այսինքն այս պետք է մեր ժողովուրդը նաև պետք է սա էլ իրար կողքի դնի։ Հա, որ նայում ենք զուտ մարդ ուդառնիկ ախպում, այդ թող դաշնամուր նվագի, ասենք Շոպենի նոկտյուրնը նվագի ենթադրենք։ Բայց պետքա չէ պետական գործիչը ինչի վրա պետքա իր ժամանակը ավելի շատ ծախսի։ Այ ամբողջ մեր ժողովրդի, մեր Հայաստանի խնդիրները, որ համակարգային են, նաև դրանից է, որ յուրաքանչյուր իշխանություն, երբ որ գալիս է իշխանություն, ոչ թե մտածում է առաջին հերթին նրա մասին, որ ինչ իր 5 տարվա ժամկետից հետո ինչ երկիր է թողնելու ժողովրդին, այլ մտածում է, թե ինքը ոնց անի, որ 5 տարի հետո նորից ընտրվի։ Այս տրամաբանությունն է շատ վատը, այսօրվա վիճակում չաշխատող տրամաբանություն։ Ահա, հիմա վերադառնալով ընտրություններին, եկեք ֆիքսենք հետևյալը, որ ուրեմն հայակվեն աշխատելու է այն ուղղությամբ, որ առաջին հերթին ապահովի ու իր մասով, հա, ինչ-որ կոնսոլիդացիոն գործընթացներ իր մասով, այսինքն համակիր կամ նույն գաղափարական հենքի վրա, հա, գտնվող քաղաքական ուժերի հետ համատեղ մի միավորում, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Եվ երկրորդը, որ զուգահեռաբար չփոշիանա ձայները։ Բայց երրորդ ֆակտոր կա, այստեղ կուզենայի
ձեզ հետ խոսեի, որովհետև դուք շատ եք դրա վրա ուշադրություն դարձնում։ Ու կասեի նույնիսկ, որ ամենաշատը ձեզանից եմ լսել, առայն որ ընտրությունների մասնակցությունը պետք է լինի մաքսիմալ։ Իսկական մարդիկ պետք է գնան ընտրության։ Այո։ Ինչու է անհրաժեշտ, որ ընտրություններին շատ մարդ գնա։ Հələ դնենք իշխանությունը էլի եմ ասում, մի կողմ մենք հասկանում ենք իրեն զանգված է, այո, ֆիքս, տենց ֆիքսված, շո մի մարդկանց քանակություն է։ Եվ որքան էլ տարօրինակ չհնչի, ուսումնասիրելով այլ պետություններում, ընտրական գործընթացները, դա նորմալ է։ Պատկերացրեք, որ ամեն տեղ էլ նույն պատմությունն է, որ իշխանությունը գալիս են, շո մի զանգված է ձևավորվում, որ անվերապահորեն իրան աջակցում է։ Լավն է, վատն է, դրեք մի կողմ։ Այո, իհարկե։ Հիմա եթե թույլ կտակ, ինչպես եք տեսնում մեխանիզմը մարդկանց պայմանական կամ այդ քվյատուփի մոտեցնել, Եվ երկրորդը որքանով է ձեր գործունեությունը, այդ չփոշիացման եւ մարդկանց բերելու իրար հետ համադրելի։ Ինչուից սկսենք, ինչուի պատասխանը հետեւյալն է, որ այո, պետք է շատ մարդիկ մասնակցեն, ինչքան շատ մարդիկ մասնակցեն, այնքան Փաշինյանի ձայների տեսակարար կշիռը ցածր կլինի։ Այսինքն մարդիկ պետք է մասնակցեն ընտրության դեմ Փաշինյանին, թե մարդիկ պետք է մասնակցեն ինչ որ մի գաղափարի համար, թե պարոն Սողոմոնյան, շատ կարևոր նյուանս է։ Այդ ձեր կարծիքով։ Իմ կարծիքով իհարկե հանուն գաղափարի։ Բայց Փաշինյանին դեմ մասնակցելը էլի գաղափար է։ Որովհետև երբ որ Փաշինյանի դեմ սկզբունքով են մասնակցում, անվանենք իշխանություն, որտեղ Փաշինյանի անձը մենք անձնավորում ենք, այդտեղ ստացվում է, որ Մենուա Սողոմոնյանը անձնապես չի սիրում Փաշինյանին։ Դրա համար ժողովուրդը պետք է գնա քվեարկի, այդտեղ պետք է ընդհանրական պատկերացում։ Դե այս իշխանության գլխին կանգնած է միահեծան Փաշինյանն է հասկանալի է։ Հիմա ինքը ասում է, թե մեզ ինչ է սպասվում, ասում է Ալիևի թելադրանքով մենք նույնքը այդպես չի ասում, բայց ստացվում է, որ Ալիևի թելադրանքով սահմանադրություն պետք է փոխենք։ Չասեմ այսօր ինչ բան չանում։ Այսօր շատ պետք է, որպեսի շատ մարդիկ գան ընտրության, որպեսի Փաշինյանին ընտրողների տոկոսը ավելի քիչ լինի։ Պարզ բանաձևը դրա մեջ է։ Այսինքն հակառակ process-ի տրամաբանության մեջ պետք է գնան։ Այո։ Ես նորից եմ ասում, գալ հանունը ամենաճիշտն է, բայց այն մարդիկ, ովքեր անգամ որ չեն էլ տեսնում իրենց ուզած, իրենց սրտի հանունը, գոնե այդ ընդդեմ տրամաբանության մեջ լինեն։ Եվ շատ դժվար է քաղաքական գործընթացի մեջ, շատ դժվար է մարդկանց առաջարկել ընտրություն կատարել վատի ու լավի, վատթարագույնի ու լավագույնի միջև։ Քաղաքական process-ը այնպիսին է, որ հաճախ մարդիկ ընտրություն են կատարում վատի, վատթարի, վատթարագույնի միջև, այսպես ասենք, ցավոք սրտի եմ ես սա ասում։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև բոլոր առումներով կամ մարդկանց համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր ոլորտների վերաբերյալ չէ, որ այդ թվում նաև մենք ունենք պատրաստի շատ իրատեսական ու ցանկալի ականջների համար հաճելի լուծումները։ Դե մարդը միշտ ձգտում է հնարավորինս առավելագույնին։ Նորմալ է։ Շատ լավ է, շատ նորմալ է իհարկե։ Բայց այն ինչ որ ինքը ակնկալում է, առաջարկը ինչ որ նաև նրան տրում է, երբ որ դնում է իրար կողքի, հաճախ կարող է 50% խաչվի, հաճախ կարող է 30% խաչվի, կարող է 70% խաչվի, առավելագույն ձևով չի լինում։ Ես չեմ ժխտում, որ քաղաքական մտքի հասունության խնդրեմ կա, այո, քաղաքական մտքի հասունության խնդրեմ էլ կա, գոյություն ունի, ու դաշտն էլ այնպես է պահվում, որ քաղաքական միտքը չհասունանա։ Համենայն դեպս, գոնե այդ մասով, որ դեպի կործանում չգնանք, մեր երկիրը երկրորդ կապիտուլյացիայի տակ չընկնի, մեր երկիրը մարտադաշտի չվերածվի, այդ խաղաղությունը, եթե մենք ժամանակ ունենանք դա էլ քննարկելու, մենք ցույց կտանք, որ
խաղաղություն չի։ Ամպրոպից առաջ էլ, շատ ուժեղ փոթորկից առաջ էլ երբեմն հանգիստ է լինում։ Գոնե այդ իմաստով անհրաժեշտ է բարձր մասնակցություն ընտրություններին ու եթե ինչքան իրենից վստահություն ներշնչող ուժ պրոյեկտող, ուժ ներշնչող բլոկներ են ձևավորվում ընդդիմադիր, մարդիկ ավելի շատ կգնան դեպի այդ բլոկները, ձայները չփոշիացնելու։ Պարոն Սողոմոնյան, խոսացինք խաղաղության մասին, պատերազմի մասին, տեսեք, իրավացի եք, երբ որ ասում եք, որ ըստ էության վերարտադրելով իշխանության թեզը, հա, իրանք ինչ են ասում են, որ կա մենք պետք է չպատերազմ վիճակից, հա, չէ, իրանք արդեն sense չեն ասում ներողություն, իրանք ասում են խաղաղության վիճակից, մենք չպետք է վերադառնանք կոնֆրոնտացիոն դաշտ, այստեղ պարզապես մի միտք արտահայտեմ, ինձ մոտ միշտ հարց է ծագում, բայց ինչի համար են իշխանությունները որոշել, որ կոնֆրոնտացիոն դաշտը մենք ենք, այո, այդ որտեղից եք տենց դուք նստել, տենց իրար դեմքին նայով որոշել։ Այդքան զիջումներից հետո էլի մենք ենք։ Այնուամենայնիվ, իրանք ասում են հետեւյալը, sense երկրտրանք են տալի, տեսեք, որ ավելի հասկանալի լինի։ Մենք կարող ենք սիրել իշխանություններին, կարող ենք չսիրել իշխանություններին, բայց իշխանությունները միակ, հա, այսօր քաղաքական ուժն են, որոնք առայժմ, ընդգծում եմ առայժմ, ունեն հստակ ճանապարհային քարտեզ, որը ներկայացնում են։ Այլ խոսք, որ ճանապարհային քարտեզի վերջում ինչ կլինի կամ ընթացքում ինչ կլինի, իրատեսական է ճանապարհային քարտեզը, ինչևից եւ այլն, հա, նույնը հիմա արդեն բավականին ակտիվ գեներացնում են 3-4 ուժը, այսինքն մեր ձևովը Գայք Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, նկատի ունեմ հիմնական, հա, խաղացողները նախանշում են ճանապարհային քարտեզները harci լուծման։ Եկեք ասենք տեսնենք դրանք որոնք են այդ քարտեզները, որքան նաև ասում ենք հստակ իշխանության։ Չէ, իշխանությանն ենք ասում։ Ընդդիմությանը առայժմ sense ասեմ էլի ինքը նոր ինչպես դուք նկատեցիք, հեսա մենք խոսենք իշխանության մասին, վերջին մի տարվա ընթացքում է որ սկսե դա առաջարկ Հայաստանին, Գագիկ Ծառուկյանի դա Ռոբերտ Քոչարյանի ու անձնական տեսլականը, հա, ու անձնականի նկատի ունեմ որպես նա քաղաքական գործիչ, դա Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի կողմից հնչեցվող, հա, տարբեր տնտեսական, հա, տարգետներն են, տրիգերներն են, ստեղ սա կանենք, ստեղ սա կփոխենք, սա sense կանենք, նենց կանենք եւ իշխանություն։ Հիմա վերադառնանք իշխանությանը։ Ինչի համար ես բոլորին, հա, նշեցի, որ մենք հասկանանք, որ հիմա process-ները այո, նաև ծրագրային հունի մեջ են։ Այսինքն գնալ ընտրության նեգատիվ կանոտացիայի ներքո, այսինքն նեգատիվի ներքո, ինքը կարծես թե մի քիչ փոխում է ավելի, հա, սենց համեմատական, որ Ժորժ ջան, էսա կա իշխանության տեսլական, կա այս ուժի տեսլական, այս ուժի տեսլական, դրեք որոշեք։ Հիմա իշխանության տեսլական խաղաղություն։ Դուք ասացիք, որ խաղաղության հետ կապված գործընթացները իրենք չեն համապատասխանում խաղաղությանը։ Մոռանում են կանոններ։ Մոռանում են կանոններ, միայն իշխանության մասին չի խոսքը գնում։ Եվ զուտ քաղաքագիտական առումով, գիտություն է վերջը, չէ՞ քաղաքագիտությունը։ Ինչի համար ձեր կարծիքով ստեղծված իրավիճակը խաղաղություն չի, եւ ինչի համար իշխանության կողմից գործադրվող ու sense ասենք նարատիվները չեն բերում խաղաղության։ Այս sense։ Այո։ Եկեք սկսենք նրանից, որ այս իշխանությունը ասում է, տեսեք, հիմա կրակոց չկա, ուրեմն խաղաղություն է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի սեպտեմբերին, երբ որ Դուշանբեում վերելակի մեջ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեցին, մինչև 19 թվականի ապրիլը էլի կրակոց չկար։ Բայց մենք այդ խաղաղ վիճակից հետո ունեցանք, չէ՞, 20 թվականի արհավիրքը եւ դրանից հետոյի արհավիրքներն ունեցանք։ Սա զուտ մի ակնարկ պատմական։ Երբ որ կրակոց այս պահին չկա, չի նշանակում, որ երաշխավորված է, որ հետո չի լինելու։ Հիմա իրենք ասում են, այդ մենք
թրիփի միջոցով, օրինակ, երաշխավորում ենք, որ հետո էլի կրակոց չի լինելու, հետո էլի պատերազմ չի լինելու։ Դե քանի որ մարդիկ ասում են, որ բա իրենք հստակ բան են առաջարկում, բա դուք ինչ եք առաջարկում։ Մի հատ պետքա հասկանանք, այդ հստակը ինչքանով է հստակ։ Ասում են չի լինելու պատերազմ տնտեսական փոխկապակցվածություն ստեղծելով։ Տնտեսական լուրջ մարդ ենք էլի դե ասում է տես բան գոյություն չունի Ժորժ ջան։ Դե բա ոնց ասենք, որ սա հստակ չի, այսպես ասած դա սա առաջարկ չի։ Մեր մասած դա այդպես չի։ Մեր օրինակ հիմա մեզ լսող մարդկանց շատեր ովքեր որ մեքենայի մեջից են լսում, այդ փոխկապակցվածության հետ կապված ի՞նչն է մտքներին գալի մարդկանց, ասում են էժան բենզին է գալիս Ադրբեջանից։ Էժան բենզին է գալիս, շատ լավ, էժան բենզին է։ Ենթադրենք ադրբեջանցիք ավելի են էժանացնում իրենց բենզինը, մենք էլ ուրախ այդպես լցնում ենք մեր մեքենաները։ Չէ, դե փառք Աստծո, ես համոզված եմ մեր լսողների մեծամասնությունը բացարձակ Թուրքի կողմից, հա, այսպես կոչված բենզինային այդ ոնց ասեմ։ Սա էմոցիոնալից բացի, այն որ իրոք թասիբներս բան չի անելու, էլի որ ենք, հա, բան չունեմ ասելու։ Բայց բացի դրանից էլ, ասենց բան էլ կա, չէ, որ մտնում են էժանով դաշտը յուրացնում են, հետո ստեղծում են մենաշնոր։ Եթե այս տրամաբանությամբ շարունակենք, այդ փոխկապակցվածությունը ընդհանրապես լեկեք, փոխկապակցվածությունը այնա, որ մի բանով դու ես իրանից կախված, մի բանով էլ ինքն է քեզնից կախված։ Եթե բենզինի առումով սկսենք մենք կախված լինել, բա իրենք հիմա կամ հետո մեր ինչ ապրանքից են կախված լինելու։ Ադրբեջանցիները մեր ինչից են էլի, այսպես ասած, կախված լինելու։ Սա չկա։ Երկրորդը, երբ որ դու քո երկրի ինքնիշխան տարածքը հանձնում ես 99 տարով վարձակալության, 26%-ին ես դու տիրապետում այդ բաժնեմասի, 74%-ը տալիս ես մասնավոր ընկերության, ամերիկյան մասնավոր ընկերության։ Դու ինչ երաշխիք ունես, որ այդ մասնավոր ընկերությունը իր բաժինները ուրիշին չի տալու, ուրիշ երկրների չի տալու։ Մենք այդ երաշխիքները ախր չունենք։ Իսկ այս տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավոր ընկերության համար կարող ենք բացառել, որ իր մասնաբաժինը, որ ուրիշին տա, այդ ուրիշը Թուրքիայի կամ Ադրբեջանի ընկերությունը չի լինի։ Կարող ենք բացառել, չենք կարող բացառել։ Բայց երբ որ տվեց, մենք այդ դեպքում ինչ ենք անելու։ Ամերիկային ենք պատերազմ հայտարարելու, թե Թուրքիային ենք պատերազմ հայտարարելու։ Այսինքն բերում են մեզ գցում են տուպիկի մեջ, հետո էլ ասում են դե մենք հստակ բան ենք առաջարկում խաղաղության։ Ախր սա խաղաղության առաջարկ չի։ Սա Հայաստանը ուղիղ կախվածության մեջ դնելու առաջարկն է։ Ինչ պետք է անենք մենք։ Շատ ծանր իրավիճակի մեջ ենք մենք հիմա հայտնվել։ Բայց նորմալ դիվանագիտության պարագայում մենք կփորձենք վերաբանակցել, պայմանները վերաբանակցել, որ անխոչնդոտ չլինի, կամ եթե անխոչնդոտ լինի, ուրեմն մենք էլ կարողանանք անխոչնդոտ նույն ռեժիմով անցնել Ադրբեջանի միջով։ Եվ բացի դրանից, որ հայկական կողմը գոնե վետոյի իրավունք ունենա բաժնեմասերի հետ կապված հետագա գործարքների մեջ։ Շատ հետաքրքիր, անկեղծ եմ ասում, զրույց ստացվեց, կարծում եմ, որ ինքը անավարտ է մնացել, ցավոք ժամանակը։ Շնորհակալ եմ։ Բայց դա ես մի անգամից ձեզ ասեմ, որ կարծում եմ մենք մոտակա ժամանակ, եթե ժամանակ իհարկե ունենանք, եթե մեզ լսողներն էլ չեն հոգնում։ Չէ, հասկանում եք, մեզ լսողները ախր խնդիրը ինչու՞մն է, մենք կամ գերագնահատում ենք մեր ժողովրդին, կամ թերագնահատում ենք, սա առանց ակնարկների դեպի ինձ կամ ձեզ, հա։ Խնդիրը հետևյալն է, այն մարդիկ, ովքեր մեզ լսում են, այդ մարդիկ ապրում են Հայաստանում։ Եվ հավատացնում եմ ձեզ, մեզանից ոչ պակաս հետաքրքրված են, որ առաջինը ստանան անաչառ տեղեկություն եւ երկրորդը հասկանան process-ները դեպի ուր են տանում, որովհետեւ բոլորն էլ երեխեք ունեն, բոլորն էլ հասկանում եք, չէ՞, տեսեք, ես հիմա այն պաթոսախեղտ բանի մեջ չեմ ընկնում, հա, տարերքի մեջ չեմ ընկնում։ Ես պարզապես ասում եմ, այն ամենա կենցաղային պահերը, մարդ ուզում է հասկանա ինչ երկիր է լինելու, օրինակ 26 թվականի հունիսի 7-ից հետո։ Եվ այստեղ
հիշելով եւ հիշատակելով ավելի ճիշտ պարոն Սողոմոնյանի մի քիչ առաջ ասած խոսքերը Ժորժ ջան, այո ես համաձայն եմ պարոն Սողոմոնյանի հետ։ Ախպեր թույլ մի տվեք ինչ որ մեկը ձեր տեղը բան որոշի։ Այո։ Վաղը մյուս օրը որ գոնե դու կայնես ասես ես իմ քայլարեմ, տեսեք չեմ ասում գնացեք ում քվեարկեք։ Ում ուզում եք գնացեք քվեարկեք, ձեր գործն է։ Ապա ձեր գործն է, ոչ մեկ իրանք չունի ձեզ ստիպի։ Բայց դրա հետ մեկտեղ գոնե զերծ չմնաք էլի այդ ամենակարևորագույն որոշումից։ Իսկ այստեղ այո ես համաձայն եմ։ Հունիսի 7-ը դա իրականում բեկումնային ընտրություններ են։ Այո։ Հիշեցնեմ ձեզ հարգելի ռադիոլսողներ, այսօր հայակվե շարժման միավորման, այո, ներողություն եմ խնդրում։ Միավորման վարչության անդամ, ձեզ շատ քաշ ծանոթ, շատ ինտելեկտուալ մարդ, Մենուանել Սողոմոնյան, ինչ ասեմ, լսեցիք։ Շնորհակալ եմ ընկնդրելու համար բոլորին համբերատար։ Մենք էլի կհանդիպենք նոտակա ժամանակ։ Եթերում Աբովյան թայմներ եւ ես Արման Աբովյանը կհանդիպենք հաջորդ անգամ։